Վայլու շողորջան, անակնկալ որոշեցի առավոտյան, ու ավելի ճիշտ ստույգ նույնիսկ կեսօրին եմ մոտենում, բայց որոշեցի լայվ անել, որովհետև երեկվանից հետո սոցիալական ցանցերում մշտադիտարկումները շատ հետաքրքիր բացահայտումներ արեցին։ Դե ինչ գիտեք, որ Սահմանադրական դատարանում միջուկային ռումբ պայթեց։ Հանկարծ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը տվեց Ռուսաստանի անունը իր ձևակերպած հարցի մեջ, տվեց այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք պնդում են, որ արտաքին ազդեցությունները, ներգործությունները էական ազդեցություն են ունեցել Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդանական ընտրությունների արդյունքների վրա։ Եվ որպես դրա հիմնավորում գցել են բացառապես արևմտյան պաշտոնյաների այցերի, Հայաստան կատարած այցերի, Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականությունների պաշտպանության եւ այլնի վերաբերյալ արած հայտարարությունները։ Եվ հանկարծ անմեղ մի հարց պայթեցնում է, չասեմ համացանցը, պայթեցրել է ռեզիդենտուրան։ Փաստաբանների պահվածքի մասին արդեն երեք խոսել ենք եւ այսօրվա ցանկությունս ամենևին Սահմանադրական դատարանում կատարվածի քննարկումը չի, բայց հետաքրքիր էր, որ դեպքերի բերումով եւ զուգադիպությամբ դա ինձ ստիպեց անել մի բան, որը տարիներ շարունակ նկատում էի հանուն արդարության ու հալարում էի կամ գրել, կամ լայվ անել, կամ քննարկել եւ այլ եւ այլ։ Խոսքը վերաբերում է հատկապես արևմտյան երկրներում եւ Եվրոպա, եվրոպական երկրներ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսպես ասած ապահով հայրենիք ընտրած ցակումով հայ մարդկանց կասկածելի որոշ մարդկանց թող Սփյուռքում ապրող իմ բոլոր ազնիվ միլիոնավոր ազնիվ հայրենակիցները ամենևին սա իրենց վերջ վերցնեն խոսքը անհատների մասին է այդ անհատների բավականին կասկածելի գործունեություններ սոցիալական ցանցերում եւ երեք ըստ էության Սեդա Սաֆարյանի հարցը լակմուսի դեր կատարեց թե ովքեր են հանդիսանում կոնկրետ երկրի ազդեցության կամ միգուցե այլ տեսակի գործակալներ եւ որ երկրներում։ Եվ երեք մշտադիտարկումը, որի մասին խոսեցի, բացահայտեց մի հետաքրքիր բան։ Ըստ էության ցավագին ճճոցներով հարցը ընդունել էին նրանք, ովքեր դեմ են, որպեսզի հանկարծ քննարկվի, որ մեր դարավոր բարեկամը, որ մեր թխով դաշնակիցը, որ մեզ բաժակաճառերով սեր խոստովանող, իսկ իրականում մեզ թոնիր իջեցնող, խորովող, հետո մեզ փրկող երկրի պահվածքը քննարկման առարկա դառնա։ Եվ ահա ես իհարկե տեղի ունեցող իլյուստրացիա չեմ անվանի, որպես իլյուստրացիայի մասին օրենքի փաթեթի, այսպես ասած պատմության մեջ վավերագրված հեղինակ, նախագծի հեղինակ, ես իհարկե միշտ առարկում եմ իշխող կուսակցություններին եւ վարչապետին, երբ ասում եմ, դե իլյուստրացիան տեղի ունենում է, չէ, սա իլյուստրացիա չի, սա ուղղակի դիմակազերծում է, իլյուստրացիան քիչ ավելի լուրջ բան է։ Բայց բոլոր դեպքերում այս ամեն ինչը շատ նման է նրան, երբ ուղղակի լույսը միացնում ես ու տառատանները սկսում են փախնել տարբեր տեղեր ու դու տեսնում ես ով որտեղ ինչով է զբաղվել։ Հիմա ագենտուրայի եւ ռեզիդենտուրայի ցանցը տոկի է տրվել անմեղ հարցի արդյունքում եւ բոլորը այլևս չեն թաքցնում թե որ դաշտում են խաղում, ում դեմ են խաղում, ինչպես են Հայաստանի Հանրապետության դեմ խաղում եւ այլ եւ այլն։ Ու այս ամեն ինչը արժի լավ ցուցակագրել հանուն արդարության, որովհետեւ խոսքը վերաբերվում է հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր մարդկանց մասին, որոնց վինետկան ուղղակի կազմելը եւ ասենք բոլոր տեղերում պահելը ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որպեսզի մարդիկ հանկարծ չխափնվեն, էլի, որ եթե նույնիսկ ցակումով հայա ու իրա Facebook-յան պատին դրել է Էջմիածնի նկար կամ Արարատ նկար, հասկանա, որ դա կամուֆլյաժի նման մի բան է, որ ուղղակի իդեպ ապատեգատվության տարածման ուրեմն տեսությունները ժամանակակից այս ֆենոմենը հենց այսպես էլ նկարագրում են, որ կամուֆլյաժի էֆեկտը, երբ ուղղակի ապատրեկատվություն տարածողը հիբրիդային պատերազմներում ներգրավված դերակատարները ուղղակի մասկիրովկա են լինում այնպես, ինչպես զինվորականներն են մասկիրովկա լինում, որպեսզի թշնամին հակառակորդը իրան չնկատի։ Հիմա սոցիալական ցանցերում էլ այդ մասկիրովկան, այդ քողարկող ուրեմն հանգամանքները կան, դրանք որպես կանոն լինում են մեր ազգային ինքնության հետ կապ ունեցող խնդիրներ, ցավալի պատմության էջեր, ցեղասպանություն, չգիտեմ, Արարատ, Մեծ Հայք եւ այլ եւ այլ։ Այդ բոլորը հարցը ամենևին նա չի, որ մենք հրաժարվենք մեր պատմությունից, մեր պատմական արեալից, հարցն այ է, որ
ժողովուրդը պիտի շատ ուշադիր լինի նաև, որ հիբրիդային պատերազմներում ներգրաված մարդիկ, որպես կանոն դերակատարները, այդ թվում Ծագումով հայերը, ուրեմն որպես կանոն ինստրուկցիայով, մեթոդիկայով, որպեսի կասկածներ իրենց վրա չհարուցեն, թաքնվում են ազգայնական դիսկուրսների տակ, թաքնվում են ազգային սիմվոլների տակ, թաքնվում են հայի ազգանվան տակ, եւ բայց իմանալով, որ դե մենք քանի որ հայերս այսպես դուրք ենք տալիս Հայաստան, Սփյուռք, Արցախ, Եռամիությունության, չգիտեմ, հայկական համազգային միասնության, համաշխարհային ցանցային ազգ լինելու տեսություններին, բնականաբար չենք կասկածում, որ բոլորը, ասենք, ի վերջո յուրաքանչյուրը դատում է իր բարոյականության սահմաններում, եւ ոչ ես մտածում, որ դիմացը դուրս եկած առաջին պատահած մարդը ուղղակի սրիկա է։ Չէ, մտածում ենք հայա, մտահոգ Հայաստանի հարցերով, անհանգիստ է, ինքն էլ է ուզում որ լավ լինի եւ այլ։ Մենք այդպես ենք նայում եւ ճիշտ ենք անում, որ այդպես ենք նայում։ Այսպես բոլորին նայենք որպես զանգի պատճառով մի փոքր ընդհատվեց, եթերը կվերականգնվի, որովհետեւ զանգի պատճառով խնդրում եմ լրագրողներ եւ այլ մարդիկ այս պահին մի զանգեք։ Եթե տեսնում եք որ լայվի մեջ ենք, ուրեմն նշանակում է լայվի մեջ ենք։ Ուրեմն ասածս ամենևին նա չի, որ դրսում ապրող հայերին, այսպես բոլորին վերաբերվենք, եթե նրանք Հայաստանին օգնելու կամ Հայաստանի օգտին մտահոգ հայտարարություն անելիս, բոլորին պետք չի դատել, որ նրանք բոլորը թշնամի են կամ բոլորը հիբրիդային ուրեմն զորքերի մարտիկներ են։ Բայց հիշեք մի բան, մեդիագրագիտության տեսանկյունից, մեդիագրագիտության եւ ինֆորմացիոն անվտանգության նկատառումով հիշեք, որ ինչպես պատերազմի դաշտում են հակառակորդ զինված ուժերի ներկայացուցիչները քողարկվում, այդպես էլ քողարկվում են ուրեմն հիբրիդային ջոկատների մարտիկները, անկախ նրանից որ երկրում են ապրում, որպեսզի դուք նրանք չկասկածեք, որպեսզի Արարատ սարը, ուրեմն եկեղեցու մասին տրտունջը, ազգային ինքնության, Արցախի կամ հայ-թուրքական հարաբերությունների ցեղասպանության համար, այսպես ասած, լացախառն գրառումները ձեզ հանկարծ թույլ չտան այդ քողարկիչ ֆասադը հանել եւ տեսնել, որ դա կշարքային պուտինյան ռեզիդենտուրայի ներկայացուցիչ է։ Հիմա այս ընդհանուր նախաբանից հետո ուրեմն ես երկար ժամանակ նկատել եմ, որ արտերկրում ապաստանած որոշ հայեր կարծես թե իրենց նորմալ կյանքով չեն ապրում։ Հիմա բացատրեմ թե ինչու։ Մենք բոլորս սոցիալական ցանցերից օգտվում ենք, սոցիալական ցանցերում տեղադրում ենք եւ քաղաքական բնույթի նյութեր, եւ նորություններ, եւ մեր անձնական, ընտանեկան, մեր հայրենիքի մասին նյութեր եւ այլ եւ այլ։ Ուրեմն ես արդեն վաղուց մի քանի տարի է առանձնացրել եմ մի քանի օգտատերերի Ծագումով հայ, որոնք բնակվում են հատկապես Միացյալ Նահանգներում, եւ եթե դուք մշտադիտարկում իրականացնեք այդ մարդկանց էջերի, դուք կնկատեք, որ նրանք բացառապես տեղադրում են Հայաստանի վերաբերյալ նյութեր։ 95, եթե ոչ 99%։ Որժան, սա նորմալ չի։ Բացատրեմ ինչու նորմալ չի։ Դու ապրում ես մի միջավայրում եւ այդ միջավայրում կարծես թե քեզ գրգռող ոչինչ կամ քեզ հիացնող ոչինչ չկա։ Çünkü դու այդ միջավայրի հետ որևէ կապվածություն չունես, դրական կամ բացական որևէ վերաբերմունք չունես, ու հանկարծ առավոտից իրիկուն քո տեղադրած բոլոր պոստերը վերաբերվում են այլ երկրի։ Այնտեղ որտեղ ապրում է մի ազգ, որի հետ էթնիկ ընդհանրություններ ունես, ենթադրենք թե։ Սա նորմալ չի, որովհետև սա նշանակում է, որ այդ մարդը կամ տարապում է այն աստիճան, որ բացի Հայաստանից որևէ այլ գրառում չի կարողանում տեղադրել, աչքը ոչինչ չի գալիս, այդպիսի մարդիկ, որպես կանոն կարող են 1 օր տարապել, 1 շաբաթ տարապել, 2 շաբաթ տարապել, 1 ամիս, 1 տարի, 2 տարի, դրանից հետո այդ կարոտը խեղդում է վեր ընկնում եւ գալիս են Հայաստանում են ապրում։ Համաձայն եք, որ չի կարող ուղղակի դա անverջ հավերժ կրկնվել։ Եվ երկրորդ տարբերակը, այդ մարդիկ աշխատանքի մեջ են։ Այդ մարդիկ գործ են անում։ Եվ դա իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների մեջ է։ Ուղղակի ամեն օր վեր գնալ, բացել համացանցը, ծանոթանալ Հայաստան լրահոսին, արձագանքել դրան, Հայաստանում կատարվողին եւ այլ, փորձել Հայաստանին ուղղորդել, թե ինչպես ապրեն դրանք։ Հիմա ես երկրորդ կատեգորիայի մեջ երեք հայտնաբերեցի մի անուն, մնացածներն եմ անդրադառնում, մտածեք, որ այսպես ասած հետաքննությունը միայն այս մադամի մասին է։ Երեք հայտնաբերեցի մի օգտատիրոջ, որին 2015-16 երևի թե թվականներին արդեն որոշ էպիզոդի տանթանամ, որովհետև երբ հիմնադրել եմ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը, ժառանգության խմբակցության կազմում իմ նախկինում իմ խմբակից Լարիս Ալավերդյանը մի շնորհեց, որ գիտեք Միացյալ Նահանգներում բնակվող մի փախստական հայուհի ապրում
որը շատ հայրենասեր է, շատ հայասեր է եւ լավ կլինի որպեսի այդ քննարկմանը, որ ինձ եք հրավիրեք նաեւ իրեն։ Գալիս է տիկինը, այսպես հանուն արդարության ճիշտ ասած մենք բոլորս գիտենք էլի տարբեր մշակութային միջավայրեր թողում են իրենց հետքը եւ Ռուսաստանում ապրող հայը իր բախոտկայով իր քայլվածքով ուրիշ հայ է, Եվրոպայում ապրող ուրիշ հայ է, Ամերիկայում ապրող հայը օբյեկտիվ է եւ ոչ ձեռառնելու ոչ եկնելու առումով։ Մենք ներս համատնում ենք տիկին կլասիկ էսկորտնիցայի բան, այսպես բախոտկայով եւ մանիարաներով Ստանթանում ենք եւ տեղի ունենք քննարկումը։ Տեղի ունենք քննարկումը, խոսում ենք բնականաբար Արցախի խնդրի մասին, դե անվտանգային խնդիրներ Արցախ մեր ինստիտուտի ուշադրության կենտրոնում են եղել մշտապես։ Եվ այդքանով ավարտվում է տեխնոջատի ծանոթությունը եւ քանի որ դե բնականաբար հիմնականում որպես մասնակցության վերումով ավելի շատ հետևում եմ պաշտոնական կամ առավել կարևոր հայտարարությունների, այդ տիկինը, որը նաեւ Facebook-յան ընկերների մեջ էր, ուշադրությունից դուրս ամնում։ Ես չեմ հետևում նույնիսկ իր գրառումների եւ երեք զուտ ուղակի որ Սամարկand դատարանի անցուդարձին արձագանքել եւ զարմանալիորեն մի գրառում էր արել, որ ինձ առավել զվարճացեց ոչ թե դրա համար որ վերաբերում էր Սենա Սաֆայանին, այլ որովհետեւ կրկնել էր Ռոբերտ Ամստերդամի խոսքերը, որ Հայաստանում դիկտատուրա է եւ Սամարկand դատարանում քաղաքական ելույթներ ունեն, զարմացած ուզում էի հավատալ այդ իմ ճանաչած տիկինն ա գրել, թե չէ, որտեղ ասենք բացի նա որ Հայաստանում դիկտատուրա չկա, բարեբախտաբար բացի նա որ տրված է եղել է հարց այս շատ հետաքրքիր է ինչի է այս տիկինը Ռուսաստանի հարցերում այսպես գրգռված խոսքը վերաբերվում է մադամ Տուրկոտին այո այդպեսին է իր ընտրած ազգանունը որովհետև ամուսնացել է ոմն Տուրկոտի հետ Տուրկոտ կամ Տուրկոտ չգիտեմ ինչպես արտասանվում երևի Տուրկոտ որովհետև ամերիկացիները տատար չունեն ինքը ռուսախոսա ճիշտ ասած կարելի է եւ Տուրկոտ օգտագործել եւ Թուրքոտ օգտագործել հիմա այս տիկինը բառացիորեն կրկնել էր ռուսական նարատիվներ իր գրառման մեջ որ Սամարկand դատարանում քաղաքական ելույթներ ունենում բանիմա է Սեդա Սաֆարյանը ընդամենը հարցերը կարող է Ռուսաստանն էլ ազդել Հայաստանին փորձել ազդել Հայաստանի դրույթների վրա հիմա բարձվում է Ամերիկայում բնակվող ծվարած մի կին որը իր ինքնաներկայացման համաձայն Բաքվից փախստական է իր ինքնաներկայացման համաձայն մի հատ մի գրառումով երեսով ատվել որ Հայաստանի Հանրապետությունի համար ընտանիքի համար ոչինչ չարեց բայց ես անում եմ մենք դրան էլ կանդրադառնանք թե ինչ անում տիկինը Հայաստանում եւ Հայաստանի հանդեպ այսպես շարունակ հիմա տիկինը կարծես թե ֆորմալ աֆիլիացված չի ոչ հայդատի գրասենյակի ոչ դաշնակցության հետ աֆիլիացված գոնե ինձ այդպեսի փաստ հայտնի չի որպես ես դե մենք բոլորս գիտենք թե ինչով է զբաղված հայդատի գրասենյակը Միացյալ Նահանգների Վաշինգտոնում եւ դա ցավալիորեն ես գիտեմ ոչ այնքան ոչ միայն իմ դիտարկումներից այլ ցավալիորեն եւ Ֆրանսիայի ուրեմն հայ ներողություն ֆրանսիացի падգամավորներ եւ եվրոպական այլ երկրների падգամավորներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ասած որոշ բարձրաստիճան գործընկերներ, որոնց հետ միասին մենք Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմում ենք, քանիցս այսպես ասած բավական ամաչեցնող ձևով հիշեցրել են, որ մի զարմացած ենք, որ ձեր սփյուռքի որոշ ներկայացուցիչներ աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա մենք այդ կառույցների գործունեությանը լավ ենք ծանոթ, գիտենք, որ Հայաստանի Հանրապետության դեմ են աշխատում, այլևս թաքցնելու բան չկա։ Բայց որ այսպես ասած հասարակական գործիչի անվան տակ ծվարած կուսակցական աֆիլիացիաները թաքցնող մադամները հետազոտական աշխարհում ներդրվել փորձողները ունեն խնդիր, այսա բավական հետաքրքիր էր։ Եվ ինչ պարզվեց մադամ Տուրկոտի էջի ուսումնասիրությունից։ Այս կինը, ինչպես իմ ներածականում ասացի, ամբողջ օրը առավոտից իրիկուն գրառումներ ուրեմն Հայաստանի մասին։ Ոչ մի գրառում Ամերիկայում իր ապրելակերպի մասին։ Բացառապես մի քանի գրառումներ, ասենք օրինակ, ենթադրենք հայրերի օրը հիշել է իր միստր Տուրկոտ ամուսնուն, հա, կամ ինչ որ մի օր ընտանիքի օր նկարել է իր հաղթանդամ որդուն եւ ամուսնուն իմոնք որպես կանոն իդեպ ռուսերենով է գրառումներ կատարում եւ սա եւ այս վարքագիծը տիկնոջ շատ հետաքրքիր է այն առումով, թե այնուամենայնիվ կարծես թե առաջին տրամաբանության համաձայն օրինակ ես գիտեմ Բաքվից փախստական բազմաթիվ մարդկանց, որոնք անիծում են կակեբեինել, ռուսներին, որ Ղարաբաղյան շարժում իրանք հաշտ ապրում են իրանք բնակության վայրերում եւ Ղարաբաղյան շարժումը
թունավորեց ամեն ինչ եւ իրան տնավեր դարձրեց։ Մարդկանց արգումենտները ինչ որ միտեղ հասկանում եմ։ Ես կարող եմ հասկանալ առավել եւս եւ որ արտագաղթել ես փաստական դառնալու հետո արտագաղթել ես Միացյալ Նահանգների նման երկիր, որտեղ Ատլանտյան օվկիանոսի այն կողմից առավել շատ բան է երևում եւ Ամերիկայի նման բաց երկրում ավելի շատ բան գիտեն։ Ասենք ո՞նց է հնարավոր 30 տարվա ընթացքում շարունակել մնալ ուրեմն ռուսահպատակ, ռուսոֆիլ եւ ուղղակի շարունակել անել այն, ինչ անում է Ռուսաստանից։ Տարածել նույն նյութերը։ Բառացիորեն Աննա Աստվածատուրյան Տուրկոտը իր Facebook-յան էջում տարածում է բացարձակապես այն նյութերը, որոնք տարածում են Ռուսաստանը։ Այսինքն տարածում է Մարիա Զախարովան, որը զգուշացնում է Հայաստանին եվրոինտեգրման հետևանքների մասին։ Տարածում է Ռոբերտ Ամստերդամ, որը աշխարհով մեկ ճչում է, այն Ռոբերտ Ամստերդամը, որը Թուրքիայի իշխանություններն էլ է ծառայություն մատուցել, հիմա եկել է, ոչ թե եկել է, այլ բերել են, գցել են, որպեսզի մեր ծառայությունները հայաստանյան հարթակում մատուցի։ Ու այն Աստվածատուրյան Տուրկոտը, որը Մասիսարը իր հետևում դրել է, որ հայրենասեր աղջիկ է, թուրքին չի ներում, ուրեմն թուրքերի արածները չի մոռանում որպես փախստական եւ այլն, ասենք տարածում է այդ Ռոբերտ Ամստերդամին, հա, ու ասենք մի հատ գրառում ունի էլի թե ինչ է փախստականը, ինչպես է փախստականը, ոչ միայն ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ոչնչանում եւ այլն, ասենք այս կարգի մարդը, որը հանրությանը իրան մատուցում է որպես ազգային ցավի կրող, քայլող հուշարձան, հանկարծ ասենք սկսում է սպասարկել տարածել նարատիվներ, որոնք տարածում է մի երկիր, որը կոնֆլիկտում ամենամեծ ներդրումն է ունեցել, որի պատճառով ինքը տնավեր է դառել, մի երկիր, որը ոչ պակաս դերակատարում է ունեցել տարածաշրջանում հակամարտությունների շարունակման գործում, եւ մի երկիր, որը բացահայտորեն 2025 թվականին առնվազն բոլոր 23 թվականին առնվազն բոլորի աչքի առաջ ոտքի վրա հանձնեց Արցախը։ Բայց այդ մարդը Արցախս գոռալով տարածում ասենք ռուսական նարատիվներ, տարածում ոչ խաղաղասեր եւ այլ պատերազմատենչ Բագրատ Գալստանյան, տարածում Մարիա Զախարովա, տարածում Ռոբերտ Ամստերդամ, տարածում Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, որը գրում է, իսկ ինչն է սխալ ասում Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա այս տեսակը, հա, շատ լավ իրար ճանաչում է։ Ռոբերտ Քոչարյանն, ասենք իր համակրանքի օբյեկտները Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, իր նույն կատեգորիան են։ Ասենք Սիրուշոն երեխաներ ունեցել է ոչ թե Ստեփանակերտի ծննդատանը, թող որ լիներ Սամվել Կարապետյանի բարեգործություններով ուրեմն մոդեռնիզացված, այլ Միացյալ Նահանգների, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքացի դառնա։ Այս տիկիններ, Արցախասեր, Արցախատենչ, Մասիսատոչոր, այս տիկինները նախընտրում Ամերիկայում ապրելու, ասենք մի երկու օր առաջ գրառում արել, կարոտել են Հայաստանին։ Այս տեսակը, մի պատկերացրեք, ես հետևում եմ գրառումներին, մի մտածեք, որ սրանք ուղղակի շարքային ռուսոֆիլներ են։ Ես նույնիսկ եմ կրկնում, թե մարդը դա անի մի օր, երկու օր կամ շատ թույլ զգացի, ես կասեմ, հա, դե գաղափարապես այդ հոսանքին է հարում։ Իսկ մարդիկ աշխատանքի մեջ են սիրելիներս։ Եվ այդ աշխատանքը ամենևին հօգուտ Հայաստանի Հանրապետության չի, աշխատանքը ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը։ Այս մարդկանց նաչալնիկները այլ մեթոդիչկաներ են պատրաստում, այլ առաջադրանքներ են տալիս։ Եվ այս մարդկանց գործունեությունը միայն արտաքուստ կապ ունի հայի ցավի, հայի վշտի, հայի ողբերգության հետ։ Դա հողարկիչ կամուֆլյաժն է, որով ուղղակի նրանք թաքնվում են, հա, վերադառնամ իրաց նույնություններին, ինչքան նման կատեգորիա են, այսպես մի բանկայի մեջ հավաքվում, որպես կանոն, ասենք ինքը տենց նայեցի մի վերջին ամիսների իր պատը, այսպես Ռոբերտ Քոչարյանը ռասկրոտկան, հիմնականում այս հոսանքներից Ռոբերտ Քոչարյանն է նախընտրում, այդ երեակից, չնայած Ախովի Շահանով օրը դիտի Բարգավաճ Հայաստանի համար, որոշ օրերի Սամվել Կարապետյանի համար, բայց հիմնականում տեսանելի է, որ իր գլխավոր համակրանքը Ռոբերտ Քոչարյանն է, այն Ռոբերտ Քոչարյանը, որը նախընտրում է Հունաստանում հանգստանալ ոչ թե Վոլգոգրադում, այն Լևոն Քոչարյանին, որի որդիները երեխաները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, պատերազմի ժամանակ իրանք անելիք չունեն, ինչպես Անա Տուրկոտի պեդիկյուրած, մանիկյուրած ամուսինը։ Բայց ասենք ինքը կարա
պահանջներ ներկայացնի Սահմանական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի հանդեպ, որի ամուսինը Սեյրան Գյուրեղյանը Մադամ Տուրկոտ հայերեն ձեր ասած կալենդարնի գրվել է ձեր մենակ իրանց չէ, ներողություն ես բառը մենակ իրանց չի վերաբերվում, որովհետև Արցախը բոլորիս համար է մեր հայրենիքի մասը եղել։ Այդ հայրենիքի համար 4 տարի կալենդարնի կռվել է, ծանրագույն վիրավորում է տարել։ Հա, իդեպ կռվել է Մոնթե Մելքոնյանի հետ նույն Մարտունու Հադրութի հատվածներում եւ այս վերջին 44 օրյա պատերազմում էլ ուրեմն սկսեց Ֆիզուլիից հայոց Արակնայից եւ այդպես ձեր սիրելի Քոչարյանի համանատարական ցուցումներին ենթարկվող Արցախի զինվորականների շնորհիվ նահանջելով մյուս հայրենիների նկատմամբ որպես մոբի հրամանատարներից մեկը նահանջելով ծանր կրկին վիրավորվելով ուրեմն եկավ քարվաճառով ամենավերջին Հայաստան վերադարձողներից մեկը եղավ։ Հիմա այդ ձեր ամուսինը չէր, այդ պետիկի ուրած, մանիկի ուրած բան, հանկարծ դուք ձեր ազնական օգտագործման ամուսիններին ձեր մեծ հայրենիքը պահելու չուղարկեք, ձեր որդիներին չուղարկեք։ Հա, այն նույն Սեդա Սաֆարանից է պահանջում եւ Հայաստանից, որ այսքանով հանդերձ միակ մինուճար որդուն Գորյուն Գյուրեղյանին Սեյրան Գյուրեղյանի հետ միասին ճանապարհեցին Արցախ, ինչ ոչ թե ճանապարհեցին, այլ ուղղակի Սեդայի որդին ամսի 27-ին տանը առանց ասելու ներկանալով բայնկոմատ, միայն երեկոյան Սեդա Սաֆարյանը եւ նրա ամուսինը իմացան, որ իրենց որդին պաշտպանում է նաեւ Աննա Աստվածատուրյան Տուրկոտի հայրենիք։ Ասում սեր Արցախ նախաձեռնություն են բացել 22-23 թվականին Հայաստանը իմ համար եւ իմ ընտանիքի համար ոչինչ չի արել, բայց ես անում եմ այսեն բանն է, էլի Ռուսաստանի մի քանի հայերից են, որ անդա տերեսով են տալի, որ իրասուն փող են ուղարկում։ Եվ այս ողբերգության հեղինակը, առանց ամոթի զգացման, կարա իրան թույլ տա ամեն օր հայաստանցիներին ամերիկաններից թելադրի, թե մենք ոնց ապրենք, ում ընտրենք, ում սիրենք, ում չսիրենք, ում պաշտպանենք, ում չպաշտպանենք, ինչպես ելույթ ունենանք, ինչպես ելույթ չունենանք, դուք ով եք, դու ով ես Մադամ Տուրկոտ, ճիշտ այնպես ինչպես ընտրել ես քեզ երկրորդ հայրենիք եւ գլխավոր հայրենիք, այնպես էլ ընտրել ես նոր ազգանուն, դու ոչինչ ես, քան երկրորդ Մարգո Սիմոնյանը, ուղղակի ամերիկյան ուրեմն Ռազլիվով։ Ինչ էլ անես, մազերդ ինչ ձևել սարքես, ինչքան մեկը տակի Զեյնաբը երևում է։ Դու դա ես։ Եվ դու Հայաստանի հետ առնչություն չունես։ Իդեպ ազգային անվտանգության ծառայությունը պիտի շատ լրջորեն հետաքրքրվի, թե սեր Արցախ ծրագիրը իրականացնող Սույն մադամը ինչպես է, հիմա ինչ ծրագիր է ամերիկացնում բանում, Սյունիքում սեր Սյունիք, հիմա ինչ որ $100 հավաքում, $100, ինչ որ տեսա ուղղակի հանգանակության չափը երևաց, միտեղ 500-650 ինչ որ այդ կարգի։ Այդ ինչ որ 20 քանի պարագաներ նոր ծնված Սյունիքի երեխաներին մի գովազդում է իրան, որ ինքը հայրենիքի համար բան անում։ Տիկին ջան, հավաքի քո վեշերդ ու գնա Հայաստանից։ Դու Հայաստանում արելի չունես։ Գնա, իսկ թե ամերիկյան հատուկ ծառայությունները քեզ կհետևեն, թե ինչ նարատիվներ ես տարածում, ինչու ես տարածում, ինչու ես միջամտում Հայաստանի ընտրական հարցերին, վերջին ինչու ես դեմ գործում ամերիկյան շահերին։ Թող իրանք որոշեն, որից հետո քեզ չգիտեմ ուր կուղարկեն, որ կուտակ կուղարկեն, Դոնբաս կուղարկեն, թե որտեղ կուղարկեն, կգնաս այնտեղ կապրես։ Այսքանով ավարտենք։ Լավ եղեք։